Մենք ստեղծել ենք մաքուր նյութեր և խառնուրդներ վիրտուալ լաբորատորիա նախագիծը։ Եթե սկզբից սխմել եք ուսուցչուհի կերպարը, ապա պետք է սպասեք, մինչև նա ավարտի մաքուր նյութեր և խառնուրդներ թեման։ Երբ ուսուցչուհին ավարտի իր խոսքը, փորձեր կոճակները կակտիվանան։ Պետք է հետևենք ուսուցչուհու հրահանգներին, որպեսզի կատարենք փորձը։ Քանի դեռ մենք չենք վերջացրել փորձը, ապա չենք կարող սլաքով դուրս գալ։ Թեյնիկի կափարիչը դիրնիկով։ Թեյնիկի հատակին երևում է սպիտակ տինտներ, հսված, որը գոյացել է ջրում լուծված ավերից։ Ժամանակի ընթացքում դրանք ավելի նկատելի են դառնում թեյնիկի պատերին, թեյնիկում ջուրը եռացնելիս։ Երկրորդ փորձը կատարելու համար պետք է լսենք ուսուցչուհուն, հետո սկսենք կատարել փորձը։ Երբ ուսուցչուհին խոսում է, փորձանյութերը ակտիվ չեն լինում։ Երկրորդ փորձի ժամանակ էլ չեք կարող սլաքով դուրս գալ էջից, քանի չեք ավարտել փորձը։ Խառնելով ավելացրու մեկի մեջ մեկ թեյի տքալ կերակրիա, իսկ երկրորդ բաժակի մեջ այնքան աղ, որքան կարող է լուծվել։ Զգուշորեն առաջին խառնուրդի մեջ իջեցրու չեղած ձուկ։ Դու կտեսնես, որ ձուն սուսում իջնում է բաժակի հատակին։ Երկրորդ բաժակի ձուն իջեցնելիս կնկատես, որ ձուն չի սուսում բաժակի հատակին, այն մնում է ջրի մեջ։ Այդ փորձից հետևում է, որ անգամ նույն նյութերից պատրաստված խառնուրդները տարբերվում են իրենց հատկություններով։ Հիմա կատարիր փորձը։ Ավազաչուրը լցրու բաժակի մեջ և սպասի մի քանի րոպե։ Ավազի ծանր մասնիկները նստում են բաժակի հատակին, իսկ ջուրը բարձում է, զգուշությամբ այնպես, որ ավազի մասնիկները չխառնվեն, ջուրը լցրում եք այլ բաժակի մեջ։ Կստացվի մաքուր ջուր, որը չի պարունակի ավազի մասնիկներ։ Այդ գործողությունն անվանում են պարզեցում։